Քոլեջների եւ արհեստագործական ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացն այս տարի ավելի է պարզեցվել։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով ընդունելությունը նախորդ տարիներին եւս իրականացվել է էլեկտրոնային տարբերակով, սակայն այս տարի համակարգում ներդրվել են տվյալների ճշգրտման եւ փաստաթղթերի ինքնաշխատ ստացման նոր հնարավորություններ։ Այս տարի մի փոքր ավելի զարգացրել ենք եւ տվյալների ճշգրտությունը ապահովելու նոր հնարավորություններ ենք համակարգում ներդրել, ինչպես նաև դիմորդներին կամ նրանց ընտանիքներին, ծնողներին ազատել ենք լրացուցիչ թղթեր, տարբեր գերատեսչություններից անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց կարիքը կա փաթեթում ներկայացնելու համար հավաքագրելու անհրաժեշտությունից, քանի որ ստեղծվել է հնարավորություն բոլոր այն համակարգերը, որոնք թվայնացված են նաև այլ գերատեսչությունների կողմից, այդ համակարգերում առկա տվյալները փոխգործելիության շրջանակում հասանելի են նաև ընդունելության գործընթացի համար եւ քաղաքացիները այլևս ստիպված չեն լինելու հավաքագրել այդ փաստաթղթերը եւ ներկայացնել ընդունելության համար։ Այս տարվա համար արհեստագործական կրթական ծրագրերով նախատեսված է 3312, իսկ ներքին գործերի նախարարության ծրագրերի շրջանակում եւս 800 տեղ։ Միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվել է 6064 տեղ, 107 մասնագիտությամբ կրթություն իրականացնելու համար։ Գերակա ոլորտների համար շարունակում է գործել կրթաթոշակների ծրագիրը։ Կառավարության կողմից որոշ ոլորտներ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ շինարարության ոլորտները ճանաչվել են որպես տնտեսության համար գերակա ոլորտներ վերջին տարիներին եւ այս ուղղությամբ կրթություն ստացող շրջանավարտներին առաջարկվում է 50,000 դրամի չափով կրթաթոշակ, ընդ որում առաջին կուրսում անկախ նրանից, թե ուսանողը ընդունվել է պետպատվերով, թե վճարովի համակարգում, բոլոր ուսանողները ստանում են կրթաթոշակը, այնուհետև առաջին տարվա արդյունքները ամփոփելուց հետո ըստ իրենց առաջադիմության այն ուսանողներն որոնք ունեն բարձր առաջադիմություն, պահպանում են իրենց կրթաթոշակը, իսկ այն ուսանողները, որոնք չունեն այդ առաջադիմությունը, կրթաթոշակ չեն ստանում այնքան ժամանակ, քանի դեռ իրենց առաջադիմության ցուցանիշները չեն բարելավել։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի խոսքով ծնողը կամ չափահաս դիմորդը կարող է ստեղծել անհատական հաշիվ, ընտրել ուսումնական հաստատությունը, մասնագիտությունը եւ ուղարկել հայտը։ ՄԿՈ հաստատություններ հայտագրումը երեխաների, այսինքն ընդունելության դիմումների ներկայացումը կարճ ասած հայտագրում տեղի ունենում նույն համակարգով, ինչը որ դպրոցների, առաջին դասարանների պարագայում էր եւ ինչը որ տեղի ունենում նաեւ ավագ դպրոցների պարագայում։ Այսինքն մենք ունենք միասնական էջ, որը կոչվում է my.mis.am եւ այնտեղ ծնողը կարող է ստեղծել իր անհատական հաշիվը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում։ Այդ հաշիվը ունենալը հետագայում ծնողը կարող է տարբեր նպատակներով օգտագործել։ Պողոսյանի խոսքով համակարգն առավոտից աշխատում է անխափան։ Առաջին ժամերին արդեն ներկայացվել է շուրջ 500 հայտ, ինչը նախորդ տարիների առաջին օրվա ցուցանիշների համեմատ գրեթե կրկնակի ավելի է։ Հայտագրման համակարգում այնտեղ հետ հաշվարկ է գնում, իրենց տրված է, որ դիմումների ներկայացումը մինչև օրինակ ոլորտային դեպքում մինչև հուլիսի 24-ը ժամը 18:00-ն, իսկ ոչ ոլորտայինների դեպքում մինչև օգոստոսի 10-ը 18:00, այսինքն համակարգը ուղիղ 18:00-ին կփակվի եւ որևիցե մեկը չի կարողանա հայտ ներկայացնել։ Նախարարությունից ընդգծում են, շտապելու կարիք չկա, հայտերը կամփոփվեն միայն վերջնաժամկետից հետո, մինչև այդ դիմորդները կարող են չեղարկել ներկայացված հայտը եւ նոր հայտ ուղարկել այլ մասնագիտությամբ։ Թվայնացված համակարգը հնարավորություն է տալիս նաեւ կանխելու երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու դեպքերը։ Սվաջյանի խոսքով հիմնական դպրոցն ավարտելուց հետո համակարգը տեսանելի է դարձնելու։ Երեխան շարունակել է կրթությունը ավագ դպրոցում թե քոլեջում։ Եթե սեպտեմբերին երեխան որևէ ուսումնական հաստատությունում գրանցված չլինի, կհամարվի կրթությունից դուրս մնացած եւ նրա հետ կկազմակերպվի համապատասխան աշխատանք։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալը նաեւ նշել է, որ վերջին տարիներին քոլեջների նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Աղբյուր ճամբարում տեղի ունեցած միջադեպին։ Տեղում իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ որոշ
շեղումներ արկա էին տեխնիկական առաջադրանքում գնման գործընթացում արկա տեխնիկական առաջադրանքում ներկայացված պահանջներից եւ հետեւաբար որոշում կայացրեց երեխաներին տեղափոխել այլ ճամբարներ նույն օրվա ընթացքում երեխաները տեղափոխվել են այլ ճամբարներ ներկայումս ծառայողական քննություն է գնում թե նախարարությունում եւ թե կառավարության աշխատակազմի կողմից է կազմակերպվել ծառայողական քննություն ուսումնասիրությունները կատարվելուց հետո տվյալները ավելի հստակ պարզ կլինեն արդեն Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից հիշեցնում են նաև, որ առաջիկայում էլեկտրոնային եղանակով կիրականացվի ավագ դպրոցների ընդունելությունը։ Գերատեսչությունից ծնողներին հորդորում են նախապես գրանցվել, որպեսզի հայտագրման օրերին ավելորդ լարվածություն եւ տեխնիկական դժվարություններ չառաջանան։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։